Լեհաստանի ապագան ներկայացնում է Հայաստանի պատմությունը այս խորագրով Վարշավայում նշվել է մեր անկախության 25-ամյակը։ Համերգին մասնակցել են Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի սաները, որոնք երգել են բացառապես հայկական երգեր։ Ներկաներն ունկնդրել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ անվանի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Տոնական միջոցառման շրջանակում տեղի ունեցած ցուցահանդեսում էլ ներկայացվել են Հայաստանին նվիրված Բիժեուն քաղաքի լեհ երեխաների գեղանկարչական աշխատանքները։ Վարշավայում մեր երկրի դեսպան Էդգար Ղազարյանը Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալն է հանձնել Լյուդվիգ վան Բեթհովեն ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Բենդերեցկային։ Բեթհովենի անվան Զատկի միջազգային հեղինակավոր փառատոնի 20-րդ տարեդարձի առիթով հայ երաժիշտներին միջազգային հանրությանը ներկայանալու հնարավորություն ընձեռելու համար։ Մեծ պատիվ է ինձ համար ոսկե մեդալ ստանալ Հայաստանի մշակույթի նախարարի կողմից։ Առանձնակի մեծ պատիվ է այդ մեդալը ստանալ հատկապես Հայաստանի 25-րդ հոբելյանական տարեդարձի միջոցառումների շրջանակում։ Ես եւ իմ ընտանիքը շատ կապված ենք Հայաստանի հետ, շատ եմ եղել ձեր երկրում։ Պատիվ եմ ունեցել աշխատելուն նաեւ հայ երաժիշտների հետ։ Ինձ համար հպարտություն է ներկայացնել իմ փառապանց երկիրը, ինձ համար հպարտություն է նշել, տոնել Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնը իմ հայրենակիցների շրջապատում, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, եւ նշել մեր բարեկամների հետ, որոնք ապրում են այս երկրում։